Մտել եմ ազատության բանակը որպես կամավոր զինվոր և մեռնելու եմ հաղթանակից 2 մատ հեռու։ Մահից ժամեր առաջ է ֆրանսիական դիմադրության շարժման հայ մարտիկը գրել այս բառերը կնոջը՝ Մելինեին։ Նամակում Իսակ Մանուշյանը կնոջը խնդրել է իր հուշերը տանել Հայաստան։ Մանուշյանի հուշերը եկել են Հայաստան։ Մինչև մարտի 18-ը մանուշյանական շաբաթ է։ Երևանում և Արտաշատում տեղի են ունենալու ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, ներկայացումներ, գիտաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ։ Մանուշյանական շաբաթը մեկնարկեց գրականության և արվեստի թանգարանում և խորհրդանշական էր, որ հենց այդ թանգարանից մեկնարկեց, քանի որ այս թանգարանում է պահվում Իսակ Մանուշյանի արխիվային ֆոնդը։ Այժմ թանգարանում նոր ժամանակավոր ցուցադրություն կա Իսակ Մանուշյանի վերաբերյալ, որը ժամանակավորապես բերված է Ֆրանսիայից, նյութերը պատկանում են Մելինե Մանուշյանի զարմուհուն և ընդամենը 1 ամիս ժամկետով են Երևանում լինելու, 1 ամիս է ցուցադրվելու, այստեղ կարելի է հանդիպել բացառիկ ցուցանմուշների, այդ թվում Իսակ Մանուշյանի կյանքի վերջին գրած նամակին։ Հայաստանում երբեք չի եղել Իսակ Մանուշյանը, Փարիզում իր շուրջն է հավաքել հայ մտավորականների, ֆաշիզմի դեմ պայքարելու և ֆրանսիական դիմադրությանը մասնակցելու նպատակով։ Բայց ձերբակալել են ջոկատի անդամներին, Մանուշյանին ուղարկել համակենտրոնացման ճամբար։ Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկի վերջին օրերի մասին է Մանուշյան պիեսը, որ բեմադրվեց Արտաշատի թատրոնում։ Ովքեր են հանցակիցները։ Ինչ հանցակից։ Ձեր դեպքում դու պիտի վախից լողաս, քանի որ քեզ տապկացնելու են։ Սա թեատր թատերական միությունը պատվիրել է մի պիես ֆրանսիացի հեղինակ Շոշանա Բուխովզային, որով ներկայացնում ենք Մանուշյանի եւ իր զինակիցների կյանքի վերջին շաբաթները մինչև գնդակահարությունը, եւ այս պիեսը ներկայացվում է հարցաքննությունների միջոցով, այն վավերագեղարվեստական պիես է, քանի որ գրվել է Փարիզի ոստիկանական կոմիսարիատի պրեֆեկտուրայում եղած արձանագրությունների հիման վրա։ Ներկայացման ռեժիսոր Սաթե Խաչատրյանը նկատում է, պիեսում ոչ մի տառ չի փոխվել իրականությունից։ Ես դա տեսնում եմ քո հայացքի մեջ ու պահվածքի։ Հանդիսատեսը նույնպես զգացել է դա։ Հրաշալի էր, անասելի հպարտ եմ, որ Իսակ Մանուշյանի հետ նույն ազգի ներկայացուցիչն եմ։ Ես հավանեցի ներկայացումը, հիանալի էր, չնայած չեմ հասկանում հայերեն, բայց ամեն բան հասկացա տիտրերի օգնությամբ։ Դերասանները շատ լավ խաղացին, համենայն դեպս տպավորությունը, որ ներկայացումը կառուցվածքային առումով անշուշտ թեման բավականին ծանր է հանդիսատեսի համար, բայց շատ ու շատ բացահայտումներ արվեց ընդհանրապես Մանուշյանի հետ կապված։ Ես Ժորժ Ամրով ոչ ոքի չեմ ճանաչում։ Սաթե Խաչատրյանը համոզված է, ներկայացումն ու նախագիծը ոգևորող են լինելու և մանուշյանական շաբաթին հաջորդելու են հերոսական ժամանակները։ Սվեքին միանալու երբ։ Անահ Համբարձումյան, Անի Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան և Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Կոմիսարը հարցերներ տալիս, մյուսը հարվածներ։